Մեր փողոցը ահավոր փողոց է։ Քանդված փողոցներ, երկար տարիներով ձգված կոյուղու խնդիր։ Սրանք այն հիմնական հարցերն են, որոնց մասին բարձրաձայնում են Զվարթնոց գյուղի բնակիչները։ Կոյուղի որ մինչև 9 հարկանի գնացել են, դե քիչ բանան է։ Որ միացնել։ Մեխակյանն ինքն է թվարկում խնդիրներն ու լսում բնակիչներին։ Ասֆալտը ակնհայտ է, որ դրա կարիքի կա, ուրիշ չգիտեմ, լուսավորության, բան։ Լուսավորությունը լաքի, ճամփորդը լավը չի։ Այս առուն երբևէ գործել է վերջին տարիներին։ Հիմա էլ է գործում։ Այսինքն ոռոգումը։ Հա, ոռոգում է արտեզիանով, Հա, ստեղից էսի գործում։ էսի արտեզիանն է։ Արգիշտի Մեխակյանի համոզմամբ այս հանդիպումները կարևոր են, որպեսզի համայնքային խնդիրները ոչ թե միայն լսվեն, այլև քննարկվեն տեղում։ Այցերի նպատակը բացառապես կերում է նախ բնակիչների խնդիրներին ծանոթանալը, իրենց ուզող հարցերը լսելը, ամենակարևորը հնարավորություն ունենան անձամբ համայնքի ղեկավարի մոտ բարձրաձայնել իրենց ուզող հարցերը, խնդիրները, խնդիրները բարձրաձայնեն եւ փորձենք արդեն հետագա մեր ծրագրերի մեջ, որպես արդեն մեր աշխատանքի հիմնական մաս, ընդգրկել կարիքի հիման վրա ծրագրեր։ Խնդիրները համայնքում բազմազան են, ըստ միջավայրի դրանք փոխվում են, իրենց հետ առաջ բերելով նոր լուծումներ։ Համայնքի տարբեր հատվածներում տարբեր խնդիրներ են, ամեն փողոց, ամեն հատված համայնքի ունի իրեն բնորոշ յուրահատուկ խնդիրներ։ Կա կոյուղու խնդիր, հիմնականում ասֆալտապատման խնդիրներն են, բարեկարգման աշխատանքներն են, բակային բարեկարգման խաղահրապարակներ, կանաչ տարածքներ, գրեթե բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ։ Ուղղակի արդեն հետագայում մեր ծրագրերը ճիշտ կազմելու համար մենք փորձում ենք փողոց, թաղամաս ճշգրտել են խնդիրները, որ մեր ծրագրերը ավելի առարկայական լինեն։ Այս գյուղում բացակայում է խաղահրապարակը, երեխաները չեն կարողանում անվտանգ խաղալ։ Միայն թե այս ամենի ֆոնին գյուղացիների համար առաջին խնդիրը կոյուղին է։ Հանր կոյուղին գնում է մինչև ներքև, բայց այնտեղ ինչ-որ տեղ է, պետք որ հարմարացի ու կոյուղին իր ֆիլտրացիան կատարել, այնտեղ կա որ հատուկ գնացել որ դառնում անդադ ասենք խցանումներ է տեղի, այլ էտախախիր են այստեղ առաջնահերթ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածուն վստահեցնում է, գյուղացիների բարձրացրած խնդիրները կդառնան քննարկման առարկա համայնքային եւ պետական մակարդակներում։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։